Այսօր շատ հետաքրքիր խորագրում միջոցառում ունենք, նույնպես սցենարի բացարձակ ծանոթ չեմ, վստահում եմ մեր Սամվելին հասնիկին, բայց գիտեք, թեման արդեն շատ ինտրիգային և հետաքրքիր է, այս սերունդը, կարծեմ սերունդների վեճը միշտ է եղել, սկսած անհիշելի ժամանակներից, հայրերի և որդիների կռիվը միշտ է եղել, մենք էլ ձեռք չենք այդ թերությունից, անտած այդ մեր ժամանակ, այդ մենք ֆեստիվալ չենք անում, ըստ իս, ինչքան ես նայում հիմա մեր երեխեքին, մեր սրդին, իրենք շատ տարբեր են մեզնից, բայց տարբեր են ոչ թե լավ ու վատ իմաստով, տարբեր են շատ իմաստներով, որը նույնիսկ նայ չեմ կարող թվարկել, բայց հիմա հաստատ կարող եմ ասել, իրենք մեզնից շատ ավելի հասուն են, շատ ավելի խելացի են, շատ ավելի կազմակերպված են ու նպատակասրած։ Բայց թե այս սերունդը ասելով ինչ նկատի ունի 976-ում, մենք իմանանք հիմա բոլորս միասին սիրով բեմը տրամադրում եմ նրանց։
Ամեն ինչ սկսվեց նույն կերպ, կամ գուցե ամենևին էլ ոչ նույն կերպ։ Ինչևէ, սկսվեց այնպես, ինչպես բոլոր առաջին դասարանցիների առաջին դպրոցական օրերը։ Հուզված ու շփոթված, բայց արտասովոր ինչ-որ հրաշքի սպասումից ուշ հավաքող և համբերատար սպասող մենք և մեզնից էլ ավելի հուզված ու շփոթված մեր մայրիկները, հայացքով ու ժպիտով մեզ քաջալերող մեր առաջին ուսուցիչները։ Հրաշալի հաղորդակցել այս տարիների ընթացքում շատ են եղել, հիմա նորից ուսումնասիրել մեր տակ հիշողությունների գիրքը։ Ահա մեր անցած օղին, որ ձգվեց 9 տարի, 3285 օր, 78840 ժամ։ Մեր փոքրիկ համայնքին սկզբում միացան 5-20, հետո ևս մեկը, և մենք ավելի հարստացանք։ Յուրաքանչյուր նոր մարդ իր հետ բերում է նոր մտքեր, նոր երազանքներ և նոր հնարավորություններ։ Այս ոչ կարճ ժամանակահատվածում ամենաների մի ամբողջ հսկայական շղթային օղակ հավաքել, ահա այն։ Համոզված ենք, ամենակարևորը այն բոլոր դասերն են, որոնց համար շնորհակալ ենք ձեզ, մեր շատ սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեր տված խորը գիտելիքների համար։ Մեզ համար ամենամեջներին համակրությունն էր ամենուրեք։ Այդ իսկ պատճառով չենք կարող չնշել մեր շրջակա միջավայրի բարելավումները։ Ինչ որ անելիք ճոմանալու, արեք մեզ խանդավառությամբ, անգամ ծնը հնները։ Մեր ամենամեծ հաղթանակները մեր ձեռքբերումներն են։ Այս առումով է փաստացող, դժգոհելու առիթ չունենք։ Անվերջ կարող են թվել մերոնց հաղթանակները տարբեր ոլորտներում, իսկ մարդկության ոլորտում անկասկած հաղթողներ ենք բոլորս։ Եվ այսպես 9 տարիները իրար հյուսվելով դարձին մեզ հարազատ հոսի, եղբայր և քույր։ Մնում ենք ամեր մանկավարժը և մեր ընտանիքը լիարժեք է դարձել։
Սիրելի հանդիսատես, նվիրյալ ուսուցիչներ, թանկ ծնողներ, հարգարժան բնօրինություն, իմ 9-րդցիներ։ Գիտեք, ամեն սերունդ առանձնահատուկ է իր տեսակով, ժամանակների բերած փորձություններով և դրանք հաղթահարելու մեծ պատրաստակամությամբ։ Այս սերունդը շատ լավ գիտի, որ կյանքը պայքար է, իսկ գիտելիքը հաղթանակ։ Այս սերունդը շատ լավ գիտի, որ կյանքը պետք է կառուցել այնպես, որ նրա ամեն վայրկյանը նշանավոր լինի։ Ձեզ բաժին հասան ունեցածը կորցնելու, բայց և կորցրածը գտնելու տարիներ, սիրտն ու միտքը մաքրելու, չվստահելու, բայց և անչափ սիրելու ժամանակներ։ Սա սերունդ է, որի ամեն գործի հիմքում սերն է, ինչպես սերունդ բառի արմատն է, սերը։ Սա սերունդ է, որ բարդ է, բայց հետաքրքիր, խելացի, համարձակ, ինքնատիպ, իսկ թե որքան ներկայացրեք ինքներդ։ Այս սերունդը լի է արձանքով, ուժով և սիրով այս երկրի հանդեպ։ Այսօր ուզում եմ ցույց տալ, ինչպես անցյալն ու ներկան հանդիպում են մեր հոգում։ Այս սերունդը ստեղծում է ապագան հույսով, համարձակությամբ և ուժով։ Մենք ենք վաղվա Հայաստանն ու վաղվա ուժը։ Այս սերունդը, մեր սերունդը, չէ, չասեք դե սերունդ այլի, այդպես չի, որովհետև ախր շատ ուրիշ են, շատ տարբեր։ Մեր մանկավարժ հաճախ է ասում, որ մենք ծայրահեղությունների սերունդ ենք։ Մեզ համար կրող բառի համարը չգրեհկությունն է, իսկ ազատությանը ստանդարտացությունը։ Գուցե զարմանաք, բայց թերևս առաջին անգամ չենք հարգաճառի տիկին Հասմիկ։ Մենք ամենահամար, ամենաամբողջ ձեր 9-րդցիները, որ սակայն ապացուցել են ուզում, որ այս սերունդը դեպի լավը փոխվող սերունդ է, որ չպատճառաբանված մեր համառությունը տարիքից է նայել։
Էս սերունդը, լրիվ ուրիշ է։ Մեր ժամանակ այսքան հեռախոս չկար։ Հա, մեր սերունդը։ Մեր սերունդի խաղերն ուրիշ են, իչեր մութը չընկներ դուն չենք վերադառնում։ Բայց կապիկ, տատիկ, մեր սերունդն իր լավ կողմերն ունի։ Մենք ավելի շատ հնարավորություններ սովորելու և զարգանալու։ Մենք կարող ենք մի քանի րոպեվա ընթացքում աշխարհի ցանկացած երկրի մասին տեղեկություն գտնել։ Դա վատ բան չէ, չէ՞։ Վատ չէ, բալես, բայց մեկ թվում է շատ ես կտրվում իրական աշխարհից։ Մենք էլ ենք ուզում բակում խաղալ, շփվել, բայց ժամանակներն են փոխվել, աշխարհն է արագացել։ Իսկ հայրենիքի հանդեպ սեն ինչ է, մեր սերունդը դժվար ժամանակներ է անցել, բայց միշտ ամուր է կանգնել։ Մենք էլ ենք սիրում մեր երկիրը, պատրաստ ենք առաջ տանել, պաշտպանել, զարգացնել։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը հզոր լինի գիտությամբ, տեխնոլոգիայով և մշակույթով։ Դե եթե սրտներդ մաքուր է ու նպատակները մեծ, ուրեմն ինչու անհանգստանալ։ Ամեն սերունդն իր ճանապարհն ունի, կարևոր է արժեքները չկորցնել։ Խոստանում ենք, կպահպանենք ավանդույթները և կավելացնենք մեր երազանքները։ Այս սերունդը, այո, ուրիշ է, զարմանալի ուրիշ, տարօրինակ ուրիշ, կամ գուցե հանգամանքները դարձրին մեզ ուրիշ։ Ստիպեցին մեզ մտածել, որ մեզ գիծը հենց այն ամենը, ինչը կատարվում է մեր շուրջը։ Օրինակ, ով կմտածեր, որ հենց մեր գլխով է լինելու հեռավար դասացվածը։ Դե եթե անկեղծ, շատերս վստահ են, որ հեռավար դասը մեր շատ ծանոթ երևույթ է։ Բայց հեռավար չէր դասերի շատ ժամանակ միայն ֆիզիկապես ներկա գտնվելը։ Երբ ուսուցչի ասած վերջին նախադասության, գոնե վերջին բառը հիշել չէին կարողանում։ Ինչպես ասում են, ամեն բան ունի իր դրական ու բացական կողմերը, ինչպես շարունակեց COVID-ը մեր կյանքում։ Մենք գիտակցեցինք իրար հանդեպ մեր սիրո ու ջերմության աստիճանը։ Մեր կարոտները իրար խառնվեցին և դարձան ամեն գնով իրար տեսնելու թիվ։ Մենք հասկացանք, թե ինչ հրաշալի է ձեռքով բարևելն ու հարազատին գրկելը, և մեր բոլոր աղոթքները սկսեցին ընկել խնդրել։ Տա Աստված, որ սեպտեմբերին դպրոց գնանք։ Ու գնացին, հիմա չգիտենք, հպարտությամբ ու հուզմունքով պետք է հիշենք, որ մենք ենք այն միակ սերունդը, որ ուսումնական տարին սկսեց սեպտեմբերի 15-ին ոչ թե մեկին։ Թվում է, թե ամեն վատ բան մնացել է անցյալում, բայց այս սերունդը, մեր սերունդը։ Արի, ուսումնասիր։ Ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Կառավարությունը հայտարարել է ռազմավարություն եւ ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 27-ից սկսած մենք ստիպված էինք դասերին նստել երկաթված մտքով ու հոգով։ Եվ դուք էլ, սիրելի ուսուցիչներ, ստիպված էինք դասերը վարել երկաթված մտքով ու հոգով։ Իսկ օդում անընդհատ հուզմունք կար, ցասում, վախ ու հպարտություն։ Շատ հաճախ նկատում էինք, թե ինչպես ենք մենք դասին նստած հեռախոսից կախված փորձում մի լուր, գոտեպնդող մի նորություն իմանալ, ու լռում էինք, ու հասկանում էինք մեզ, որովհետև այդ մարդի դաշտում ձեր որդիներն են, հարազատները, եղբայրները։
Այս սերունդը։ Եթե մյուսներին թվում է, թե մարդը ծնվում է ամբողջ կյանքում մտածելու, թե ինչու է ապրում, ապա մեզ թվում է, թե մենք ապրում ենք սովորելու համար։ Ամենալավ դպրոցը իհարկե կյանքն է, եւ աշխատելը շատ բան է դարձնում։ Եվ առհասարակ, մարդն ամեն բան սկսում է աշխատելուց։ Եվ դա ինձ կարևորագույնն է, որ այստեղ սովորեցել եք մեզ։ Սովորեցել եք աշխատել, սովորեցել եք սովորել, եւ գտնելով ճշմարտությունը արժևորել։ Ես ինչ յուրաքանչյուրը տվել եք կյանքի դպրոցի իր մեկը։ Այսպիսին ենք մենք, եւ այսպիսին լինելու համար շնորհակալ ենք մեր արմատներին։ Անցյալն ու ներկան միջոցներ են, իսկ ապագան նպատակ, որին հասնելու ենք մեր արմատների, մեր ծնողների շնորհիվ։ Երբ կքայլես այս աշխարհով ու կնայես քո հետքերին, չմոռանաս, որ դրանով պարտավոր ես ծնողներիդ։ Չմոռանաս, որ նրանք են քեզ այս կյանքը նվիրել։ Չմոռանաս, որ նրանք են օրոցում քեզ օրել։ Քո առաջին քայլից սկսած ձեռքդ բռնած կողքից քայլել։ Քո առաջին բառից սկսած քո բառերին իմաստ կտել։ Երբ կսիրես, չմոռանաս, որ մոր սիրուց ջին սեր չկա։ Երբ կխոսես, չմոռանաս, որ հոր խոսքից ճիշտ խոսք չկա։ Ու թե քայլերդ քեզ կտանեն այս աշխարհի բարձունքներին, չմոռանաս, ծուխ կծարես ու խոնարհվես ծնողներիդ։ Քանի որ այսօր ջերմանում նաև ազդարված է շնորհակալության օր, շնորհակալություն ենք հայտնում բոլորի մեզ ունկնդրելու համար եւ իհարկե հատուկ շնորհակալություն ենք հայտնում Տիկին Իլոնային եւ Աննային մեզ օգնելու համար։ Իսկ հիմա խոսքը տրամադրում ենք միջին տնօրենի, միջին դպրոցի տնօրեն Տիկին Տաթևիկ Արզումանյանին։ Տիկին բարձր ծափահարի Շատ ուրախ եմ, որ եղեք միասնական թիմ եք դարձել այս մի քանի տարի ընթացքում, որովհետև երևի խումբը հավաքվել է 7-րդ դասարանում Արցախում, հետո շարունակել է ճանապարհը Երևանի Մայրջերմանում, ինչպես նշեցիք, ավելացել են թիմի նոր անդամներ, բայց այստեղ մենք տեսնում ենք մի ուր միասնականություն, կեցեք, ապրեք այս թեմային անդրադառնալու համար, հիմա շատ բան չեմ ուզում խոսել, որտեղ կլացեմ, բայց որտեղ դուք շատ էմոցիաներ առաջացրեցիք տարբեր, ուղղակի մի բան կասեմ, որից հետո տեսնեմ միգուցե մեր ծնողները խոսում ունենան ասելու։ Ես միշտ նախանձով ու հիացմունքով ունեմ, որ ինչքան ամուր եք կապչած ձեր արմատներին եւ ուրախ եմ, որ դուք չեք մոռանում ու պահպանում եք ձեր ինքնությունը, ձեր ինքնատիպությունը, ձեր արցախցի լինելը եւ արդեն իսկոն ասածներին եք համոզել, որ իրենք են իսկոչափ արցախցի կամ ամբողջությամբ չգիտեն նրանք ովքեր ասեք գիտեմ որ Էլենը կապ ունի չէ Արցախի հետ Էլենը արդեն իսկոչ Արցախից է մի խոսքով Պամելային եւ մյուսներին արդեն եք համոզել եք շատ մի հետաքրքիր խոսք կա ասեմ էլի հիշում եմ միշտ այս ժամանակներում որ ուժեղ սերունդները ստեղծում են հեշտ ժամանակներ Հեշտ ժամանակները ստեղծում են դժվար սերունդներ, գտեք, մի խոսքով էլի շղթան շարունակում եմ մոռացալ ուզված է բառերը, որ ուժեղ սերունդներ ստեղծում են հեշտ ժամանակներ ստեղծում են թույլ մարդիկ նորից ստեղծում են դժվար ժամանակներ և նորից գալիս են ուժեղները ստեղծելու այդ լավ ժամանակները։ Ես վստահ եմ, որ հիմա մենք եկել ենք ուժեղների ժամանակաշրջան, որովհետև ես էլի եմ ասել, հազարակամեր կասեմ, իմ սերունդը, մեր սերունդը չկարողացավ պահպանել այն, ինչ իրենց հայրերը և պապերն էին փոխանցել, մենք չկարողացանք դա լիարժեքորեն պահպանել, շատ արխային ընկանք, եթե այսպես կարճ ասեմ, ձեր ուժեղ սերունդն եք դուք, այլ դուք այն սերունդն եք, որ ուժեղ է և հաստատ մեր հայրենիքը ավելի ուժեղ է դարձնելու, վերականգնելու է այն ինչ կորցրել ենք, ես դրա շատ հավատում եմ։ Ու հետաքրքիր այդ շղթան ես նաև տեսա Եռաբլուրում, որտեղ կային մեր սաների պապիկներից, կային մեր շրջանավարտներ, ու սենց ես մտքից մեջ այդ վերլուծությունը այս վերջին անգամ որ գնացինք այդ արել էի։ Ապրեք շատ, ես Արցախը ճանաչել եմ ձեզնից շատերով,
ես միշտ դրա մասին ասում եմ Վիկտորիայով, Շաքերով, Օլիմպիադայի մասնակիցներով, հետո շատ հետաքրքիր զուգադիպությամբ այստեղ եկավ Վահեն, ում պապիկը այն առաջի դպրոցի տնօրենն էր, ով մեզ ջերմությամբ ընդունեց մեր Օլիմպիադան անցկացնելու համար։ Պարոն Ղազարյանին ու շատ ջերմությամբ ենք։ Շնորհ այսպես հետաքրքիր չեմ անում, դու ամեն խումբ այստեղ ունի իր յուրահատկությունը, բնութագրական, դուք էլ ձեր յուրահատկություն ունեք եւ այսօր ամբողջությամբ եք նստած նայում եք, որ լրիվ դուք եք, ինչ որ ապրեք շատ, վստահ եմ ամեն բան, դուք այն եռանդը, այն նպատակասլացությունը, այն հայրենասիրությունը, որ դուք ունեք, հաստատ մեզ շատ մեծ արդյունքների է բերել, ես դրան խորապես հավատում եմ եւ համոզված եմ։ Բայց դա նշանակում է դրանից բխող գործողություններ պիտի անենք, էլի ոչ թե տենց օդում ենք հայրենասեր, իսկ իրենք անում են արդեն եւ օրինակ ձեր համայնքային նախագծերի շղթան, որ անգամ նայեմ, բոլորը շատ հետաքրքիր, մտածված, համայնքային իրոք խնդիրներ բարձրացնող, ապրեք շատ։ Ես այսքան կարողացա առանցել, եթե մեր ցանկություն կախորդացնելու, ես իրոք կդրամատեմ, որտեղ մենք մի արարողություններ ենք։ Հա, երեքին հասպիկիներ մոռացան հրավիրենք։ Այսքան մեջ մի քանի հանքավար աշխատեց, այսինքն հասմիկը այսպես կարողացավ բոլորի աշխատանքը ամբողջացնի, քրծի, երեխեքին որպես թիմ հասմիկ ձեզ շատ շնորհակալություն։ Եվ եթե դուք ինչ-որ խոսք ունեք ասելու, համեցեք, ես իրոք տամ, համեցեք։ Բարև բոլորին, սկապից շատ զնարան է, ես սերում։ Նրանք ամենահազորն են, որովհետև այն փորձությունները, այն արհավիկները, որ նրանք տեսել են, դրանք բազում են, և դրանցից գոնը մեկը բավական է, որպեսզի մարդ կոտրվի, բայց ոչ է։ Դա հաստատ նրանց դեպք չէ։ Շնորհակալ եմ, որ այդքան հուսավոր, այդքան ուժեղ եք, և ձեր լավատեսությամբ մեզ եք ուժեղացնում, մեզ եք հզորացնում։ Շնորհակալ ենք ջեմարանի ողջ անձնակազմին, շնորհակալ ենք ջեմարանի տնօրենությանը, իդեմից ձեզ Տիկին Արզումանյան, ձեր հոգատարության, անշահախնդիր սիրո, սրտացավության համար ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվել եւ չի մոռացվելու։ Ես վստահ եմ, որ այս սերունդը անպայման ամենուր բարձր կպահի ջեմարանի պատիվը։ Նրանք պարզապես այլ դրանք չունեն։ Շնորհակալ ենք մեր շատ սիրելի մանկավարժին, Տիկին Հասմիկին։ Տիկին Հասմիկը առաքինության, արժանապատվության մարմնավորում է։ Սիրելի մանկավարժ, շնորհակալ ենք, որ կաք եւ որ այդքան լավ եք։ Որ իսկապես այդքան ուշավոր, այսքան ուժեղ երեխաներ են դաստիարակել։ Շնորհակալ եմ իմ արտակից արցախցի ծնողներին, որ որոշեցին մնալ Մայր Հայաստանում և դրանով երաշխավորել մեր բալիկների և նրանց սերունդների հայ մնալը։